Ճշմարիտ հովիվը և աստվածային խոնարհությունը։ Ողջույն հանրաբազորյահացի սիրելի ընտանիք։ Այսօրվա մեր սերտողությունը հիմնված է օրվա Պետրոս Առաքյալի առաջին թուղթի 5-րդ գլխու 1-7 հատվածին վրա։ Այսօր մեր սրտերը գլեցվին հոգևոր հույսով, խորհրդածելով Պետրոս Առաքյալի առաջին թուղթի վերջին գլխու այն խոսքերու մասին, որ Առաքյալը գուղե իր խոսքը եկեղեցվո սպասավորներուն, հորդորելով ըլլալու ճշմարիտ հովիվներ և հավատքով ու խոնարհությամբ ապրող հավատացյալներ։ Առաքյալը կգրե. «Ձեզ կհորդորեմ ես, որ ձեր նման երեց մնեմ Քրիստոսի չարչարանքներու վգան ու բացահայտվելիք պարգի մասնագիծը։ Հովվեցեք Աստուծո հոդը, որ ձեր մոտ է, ոչ թե հարգատրապար, այլ կամավորապար Աստծո կամքի համաձայն, ոչ թե շահախնդրությամբ, այլ սրտած։ Կխնդրեմ շարունակեք դուք ընթերցանությունը մույս համարներուն ժամանակի նեղության պատճառով։ Այս խոսքերու մեջ կտեսնենք այն հստակ պատգամը, որ Աստված գուղե եկեղեցվո առաջնորդներուն, հոգևոր սպասավորներուն եւ բոլոր հավատացյալներուն։ Պետրոս Առաքյալը ըլլալով Քրիստոսի դարաբանքներուն եւ հարության պարգի վգան, կզգուշացնե մեզ, թե ինչպիսի վարմունք պետք է ունենալ, որպեսզի արժանի ըլլանք Տիրոջ վստահության եւ հոդի պատասխանատվության։ Առաջին հերթին Պետրոսը կխոսի եկեղեցվո առաջնորդներուն, եպիսկոպոսներուն եւ քահանաներուն ըսելով. «Հովվեցեք Աստուծո հոդը, ոչ թե բարդատրապար, այլ կամավոր կերպով»։ Ահա այստեղ կգտնենք առաջնորդության ճշմարիտ կերպարը։ Եկեղեցվո սպասավորը, հոգևոր առաջնորդը պետք չէ առաջնորդե ստիպողությամբ, ոչ ալ անձնական շահի համար, այլ անշահախնդիր սիրով Աստուծո կամքին համահունչ։ Այսօր սիրելիներ կտեսնենք, թե ինչպես շատեր եկեղեցվո մեջ կղեկավարեն իշխանությամբ, զորությամբ եւ ոչ թե սիրով ու ծառայությամբ։ Եկեղեցիներու մեջ հաճախ կտեսնենք առաջնորդներ, որոնք ոչ թե հոգիները կփրկեն, այլ կշահագործեն։ Ուստի Առաքյալի խոսքը հրադապ է այսօր, ոչ թե դիրելով, այլ օրինակ դառնալով կսե։ Եկեղեցական իշխանությունը պետք է ըլլա օրինակ ծառայության եւ խոնարհության։ Եկեղեցին Քրիստոսինն է, հոդը Աստծո ժողովուրդն է, եւ հովիվը բարդավոր է հասկանալ, որ իր պաշտոնը ոչ թե իր սեփականության համար է, այլ Աստծո պարգին եւ ժողովրդի փրկության համար։ Պետրոս Առաքյալը նաեւ հիշեցուցած է երիտասարդներուն եւ բոլոր հավատացյալներուն ասելով. «Ենթարկվեցեք ձեր երեցներուն եւ միմյանց անթեփ խոնարհություն հագվեցեք»։ Այս խոսքերու մեջ Առաքյալը մեզ կհիշեցնե խոնարհության անփոխարինելի առաքինությունը։ Ինչու՞։ Քանի որ Առաքյալը կվկայե Աստված կհագարակի հպարտներուն, իսկ խոնարհներուն շնորհք կուտա։ Խոնարհությունը հոգևոր կյանքի խորագույն գաղտնիքն է։ Երբ մարդ մը կսկսի բարձրացնել իր եսը, կդադարի տեսնել Աստուծո մեծությունը։ Հպարտ մարդը չի տեսներ իր սխալը, չընդունիր իր մեղքը եւ չի զղջար, իսկ խոնարհը կտեսնե իր վիճակը, կճանչնա Աստուծո մեծությունը եւ կվստահի իր ամբողջ կյանքը անոր ձեռքերու մեջ։ Ուստի Պետրոսը կհորդորե. «Խոնարհեցուցեք դուք ձեզ Աստծո հզոր ցերքին տակ, որպեսզի նա բարձրացնե ձեզ ժամանակին»։ Այսօր մեր եկեղեցվո մեջ, մեր ժողովրդի մեջ անհրաժեշտ է այս խոնարհությունը։ Անհրաժեշտ է նաեւ, որ առաջնորդները ըլլան հարգված, ոչ թե իրենց դիտողներուն, այլ իրենց ծառայության, իրենց վկայության, իրենց հեզության համար։ Անհրաժեշտ է, որ բոլորս հավատացյալ ժողովուրդն ալ միասին Աստուծո առջև խոնարհեցնենք մեր գլուխները եւ գիտակցենք, որ միայն Աստված կարող է բարձրացնել մեզ, երբ իր ժամանակը գա։ Եվ Առաքյալը կսե. «Ձեր բոլոր հոգսերը նետեցեք անոր վրա, քանի որ ինքը կխնամե ձեզ»։
Ահա հավատքի եւ հույսի խորակին մխիթարությունը։ Մենք չենք կրնար միայնակ լուծել մեր խնդիրները։ Մենք չենք կրնար մեր ուժերով պայքարիլ բոլոր մարտահրավերներուն դեմ, բայց երբ կվստահենք Աստուծո, երբ մեր հոգսերը կնետենք անոր վրա, երբ լիագադար հանձնվածությամբ կդիմենք իրեն, ապա կգտնենք հանգիստ, խաղաղություն եւ փրկություն։ Այս խոսքերով, սիրելի հանապազորյա հացի ընտանիք, առաքյալը կվստահեցնե մեզ. Աստված հոգադար է, Աստված մեզի հետ է, Աստված մեր կողքին է, եւ եթե մենք խոնարհ լանք եւ իր խոսքը պահենք, մեզ հետ է։ Աստված թող տա մեզ առաջնորդներ, որոնք կվկայեն ճշմարտությունը, որոնք կսիրեն եկեղեցին եւ ժողովուրդը, որոնք կհովվեն առանց շահախնդրության։ Թող Աստված մեզի բարգեւե նաեւ խոնարհ եւ մաքուր հոգիներ, որոնք կաբրին վստահելով Աստծո խնամքին եւ որոնք իրենց ամբողջ կյանքը կվստահին Տիրոջ ցերկերում մեջ։ Սակայն այսօր, սիրեիներ, ավելի քան երբևէ բարդավոր ենք նաեւ խոսիլ մեր եկեղեցվո մեջ տեղի ունեցող իրականության մասին առանց կեղծավորության։ Պետրոս առաքյալի խոսքերը, որոնց մասին քիչ առաջ խոսեցանք, կշեշտեն ճշմարիտ հովիվի նկարագիրը, խոնարհ, անշահախնդիր, օրինագելի եւ քրիստոսագետրոն։ Սակայն ինչ կտեսնենք այսօր մեր շուրջը։ Արդյոք կտեսնենք այդ օրինագելի հովիվները, թե կտեսնենք մարդիկ, որոնք եկեղեցին կգործածեն որպես անձնական շահերու եւ իշխանության միջոց։ Արդյոք կտեսնենք առաջնորդներ, որոնք կաղոթեն ժողովրդի համար, թե կտեսնենք մարդիկ, որոնք կգործածեն ժողովուրդը իրենց անձնական փառքի եւ տրամաբանակներու հագեցման համար։ Սիրեիներ, եկած է ժամանակը, որ գոչենք իրերը իրենց անուններով։ Այն մարդը, որ կգրե եկեղեցական պատմուջանը, սակայն իր կյանքով հերու է առաքելական օրինակեն, նույնինքն Քրիստոսի անունը կխայտարագե։ Պետրոս առաքյալ խիստ կզգուշացնե, որ եկեղեցվո հովիվը պետք չէ տիրապետե ժողովրդին, այլ պետք է օրինակ դառնա անոր։ Բայց մեր իրականության մեջ եկեղեցական շատ առաջնորդներ վերածված են փոքրիկ թագավորներու, որոնք իրենց աթոռները կգործածեն ոչ թե հովվելու, այլ իշխանություն հաստատելու համար։ Մեր առջև կբացվի ողբերգական տեսարանը, երբ Աստուծո տունը կվերածվի իշխանության, պայքարի դաշտի, երբ հոգևորականները, որոնք պետք է առաջնորդեին խոնարհությամբ եւ սուրբ օրինակով, կդառնան քաղաքական խաղերու մասնակիցներ, ճնշումներու գործիքներ եւ գայթակղություններու աղբյուրներ։ Եկեղեցին կգործընծնե իր իսկական դերը, երբ եկեղեցականներու կյանքը կդառնա փողոցային վիճաբանություններու, քաղաքական խաղերու եւ նյութական շահերու հարթակ։ Ուր մնաց այն Քրիստոսը, որուն անունը կգրեք ձեր հագուստի վրա եւ ձեր վեղարին տակ։ Ուր մնաց խոնարհությունը, որում մասին կխոսի առաքյալը։ Դուք ձեր ամենօրյա վարքագծով կփաստեք, որ ձեզ համար առաջնահերթությունը ոչ թե Աստծո հոդի փրկությունն է, այլ ձեր աթոռներու պահպանությունը, ձեր հեղինակության բարձրացումը, ձեր քրբաններու հագեցումը։ Արդյոք դուք չէիք լսեր առաքյալի խոսքը, թե Աստված կհագարակվի հպարտներուն եւ շնորհք կուտա խոնարհներուն։ Միթե կգարձեք, թե Աստված աչք կփակե ձեր գեղձավորության, սուտի, գայթակղություններու, նյութական չարաշահումներու եւ բարոյական անկումի վրա։ Իմացեք, թե ձեր ամեն մեկ գործը կտեսնե Աստված եւ կգշրե անոր արդարության գշիրով։ Ձեր աթոռները եւ պատմուջանները ձեզ չեն բրգեր Աստծո դատաստանին առջև։ Պետրոս առաքյալը կհիշեցնե, երբ գլխավոր հովիվը, Հովվապետը հայտնվի, պիտի ստանանք անթարամ փառքի բսակը։ Բայց ով պիտի ստանա այդ բսակը, եթե դուք ձեր կյանքով հերքած եք այն փառքի արժանանալը։ Մեր ժողովուրդը, որ գնայի ձեր վարքագիծին,
հաջող կկայտակղի եւ կան հավատանա, գեհրանա եկեղեցիեն դեսնելով ձեր շարաշահումները, ձեր խապեությունները, ձեր գեղձավորությունը եւ շահամոլությունը։ Հոգևորականները պետք է լային առաջնորդներ խոնարհության, աղոթքի եւ Քրիստոսագետրոն կյանքի օրինակով։ Սակայն մեր եկեղեցիներու մեջ առաջնորդությունը ստանձնած են մարդիկ, որոնց կյանքը հերույ է այդ օրինակեն, եւ որոնց կեցվածքը ոչ թե կհամախմբե, այլ կբաժնե ժողովուրդը։ Սիրելի ժողովուրդ, մեր բարդականությունն է պահանջել, որ եկեղեցական իշխանությունը դառնա իր իսկական գոչումին, որ է ծառայություն եւ ոչ թե դիրապետություն, խոնարհություն եւ ոչ թե հպարտություն, անգեղծություն եւ ոչ թե գեղձավորություն։ Եթե այսօր լրենք եւ հանդուրժենք այս իրականությունը, Աստծո առաջ պատասխան պիտի տանք բոլորս։ Պետրոս առաքյալի պատգամը բարձ է եւ խիստ։ Խոնարհեցուցեք դուք ձեզ Աստծո հզոր ցերկին տակ։ Աստուծո ցերկը հզոր է, եւ այդ ցերկին տակ խոնարհեցողը պիտի բարձրացվի, իսկ հպարտն ու շահամոլը պիտի ընկղմի Աստուծո արդար դատաստանի մեջ։ Այսօր մենք կանգնած ենք ընտրության առջև։ Կմնանք այս խայդարակ վիճակի մեջ, թե կընդդիմանանք անոր։ Կշարունակենք հանդուրժել այն մարդիկը, որոնք եկեղեցին կգործածեն իրենց անձնական շահերու համար, թե կպահանջենք բարեփոխություն, սրբություն եւ Աստուծո օրենքի հավատարիմ կյանք։ Սիրելի ժողովուրդ, արթնցիր, ըսկաստացիր, մի վախնար ճշմարտությունը բարձրացնել է։ Պահանջե, որ մեր եկեղեցական իշխանությունը վերադառնա իր իսկական առաքելության, Պետրոս առաքյալի գոչին եւ Քրիստոսի օրինակին։ Ցեզի կառաջարկեմ այս պատգամը ոչ միայն ըմբռնելու, այլ գործադրելու ձեր առօրյայի մեջ, քանի որ մեր եկեղեցու ապագան գախված է մեր այսօրվան խիզախութենեն եւ Աստծո խոսքի հանդեպ մեր հավատարմութենեն։ Թող Աստված տա մեզի խիզախություն եւ զորություն, կանգնելու ճշմարտության կողքին եւ մերժելու բոլոր այն ուժերը, որոնք կփորձեն աղավաղել մեր եկեղեցու առաքելությունը։ Աստված մեզ բոլորիս հետ լա եւ մեզ տանի դեպի ճշմարիտ փրկություն, խոնարհություն եւ սուրբ ծառայություն։ Ամեն։ Մնացեք սիրով, մնացեք խաղաղությամբ, մինչ վաղը տեսնվելու հույսով կողջունեմ ձեզ եւ Քրիստոսի սիրով կսիրեմ ձեզ բոլորը։